Երբ առավոտյան գնում եմ կենդանիներիս մոտ, նրանք վերևից հիմա կտեսնեն, ձայն կտան, ներքևից Որցուկը և Զաբելն ու Ավրորան դուրս կգան, այս ամբողջ ընթացքում ասում եմ միայն, թե ինչ-որ վախկոտ մարդ այս ընթացքում չանցնի, որ Որցուկը չսկսի հաչալը։ Ախով մինչև հասնեմ հասկանամ ինչ եմ անում, եկա Որցուկը, ես փորձեմ իրան բռնել։ Հա, եկեք, ես գիտեի, որ դու հաչալու ես։ Չնայած ես մարդը բավականին կենդանասեր է, ինքը սիրում է, բայց միևնույնն է, հաչալու սովորությունը ունեն իրենք։ Արի Որցուկ, ես գիտեմ, որ դու փախչում էիր, որ չկապեի, բայց ուրիշ տարբերակ չունի։ Այս պապիկը կենդանասեր է, ինքը շատ լավ է հասկանում, որ հա էլի շունը հաչում է, բայց դա չես մյուսներին բացատրի։ Դրա համար Որցուկ ջան, դու կմնաս այստեղ, դուք ինչ մի հաչալով վազում եք, ոնց որ չէիք ճանաչում պապիկին։ Դուք երեք զբաղվեք, որ մի քիչ հաչակ, ես մտնեմ ներս գամ։ Բրաուն հանեցի, որ արի, հա։ Տեսար, դրսում հեշտ չի, չէ, բա գիտեիր ինչ։ Հեն, Զաբել, գժվացնում է քեզ Բրաունը, ինքը այդպիսին է, ծագողներն այդպիսին են, տարբերությունը չափերի նկատեք։ Ուշ, լավ դե ներս անցի։ Եվ ովքեր են ինձ սպասողները, Մուտիկը և Լունտիկը։ Դե դուք երեք սիրունդներս, ամեն մեկդ ձեր ամանից ես գնաց։ Ուշ, ասա Մալինա ջան, ասա իմ նման մարդու հայացքով սիրուն շուն տեսել եք, վստահ եմ չեք տեսել։ Ցեղական ստանդարտ տեսքերով այո, բայց այսպիսի հրաշքներ ոչ։ Չէ՞։ Դե գնացեք լավ, գերեք։ Գնա գեր սիրունս, գնա պուպուշս։ Գնա գեր։ Դες ուտում են Մալինան ու Բրաուն, դու էլ գնա։ Հեն Որցուկ, որ առանց կապելու է, այսպես խելոք մնաս, ինչ կլինի, հեն։ Հլի ինձ նայի մի հատ ինձ նայի, ինչ կլինի, չի լինի, հա, դե գնա լավ, հա, արի հանեմ, ուր մնաց, էլի Ավրորան մնաց են կողմերը, Զաբել, հերթ ես կանգնե Որցուկ, հա, սա մորն ու աղջկան, սա Որցուկին, հա, Որցուկ ջան, դու կեր, դու մոր ու աղջկա հետ գործում ես, դու կեր, մեր են կողմերն անստե, աղջիկը էստեղ, նստելա, որ գնամ սիրեմ, հա, էստեղ հարմար, հա, Ավրորա, էստեղ ես մնում, հովա, ծուրջի, էստեղ, հա, դե լավ, էստեղ ես, էստեղ մի քիչ շոր կտամ կուտես մաքուր օդին, մի հատ նայեք այս մարդուկի հայացքին, ճանաչեցիք Մալինային, խնդրեմ, այսպես ինքը թաթիկները մեծ մարդուկի պես դնում է ու նայում է, իսկ մյուս գժերս էստեղ են, Սամ, բարև, լավ ես, գալիս ես այդտեղ, կարճլիկ, ձայնս լսեց ու ճանաչեց, արի սիրունս, Սամ, կարճելը թողուտի դու արի, դե դու արի լավ կարճը, թե էստեղ տամ ուտեք, Սամ արդեն անհամություն ես անում, արի, չէ մի հատ դուք դիմավորող կատուներին նայեք, հա, եկեք, առանց ձեզ, ոչ մի տեղ, իրար մի կերեք, լավ, հակ տեղից լավ տեղ չկա, դե դուք կերեք, են մյուսին էլ կասես գա, լավ էլի, որտեղ լծրեցի սա մեկա, կարճլիկի ձերքից արար, արի կարճլիկ, հենակ, ենտեղ կա,
Արի էստեղ, գնա կեր։ Փիսով որ վերջացնես, գնա ընկերդ ընտեղ ա ու մի լավ լցրել եմ։ Ով ա եկե ուտելու։ Սիրունիկ։ Արի սիրունիկ։ Դե դու կեր սիրունիկ ջան։ Սամ վերջացրել ես։ Հահա, կարճլիկ դու էլ այդտեղ կեր Փիսիկի հետ։ Փիսուլ ջան։ Էն մեքենայի տակ ձեր համար կեր եմ լցրել, գնա կեր։ Ես գնամ սպիտակենց էլ կերակրեմ։ Չէ՞ Սամ։ Իսոներն ու վախկոտը նստած։ Ես Սամ իրոք։ Հա, կերեք։ Կարճալ, են վախկոտը։ Վախկոտ ջան, գնա կեր։ Հետ սա կարճլիկը կգնա դու կուտես։ Արի արջուկ, արի գնանք։ Տեսնենք։ Են ջեր վնգստում աշկիս կապեցին, հա Միկի, քեզ գնացին, դրա համար վնգստում ես։ Լավ, կբերեմ այդտեղ մի քիչ կեր կտա։ Սպիտակեն կուրեն։ Հեն արջուկ։ Հեսա գնանք են կողմերը, կարող է են կողմերն են։ Կեր եմ լցրել Միկին, կա ջրի ամանը գոնեն լիներ։ Ով չգիտեմ։ Գնացինք, արջուկ գնանք սպիտակենց է գտնեմ։ Ինչել այս սանիտարներն են, որոնք շատ լավ ուտում են նաև շանկեր։ Ուր են սպիտակն ու սևուկը, հն, արի հելը արջուկ։ Դու կեր արջուկ ջան, տեսնեմ սպիտակեն կունեն, եթե չէ, այստեղ մի քիչ երկ թողնեմ, կարծում եմ կգան, չէ՞։ Չէ արջուկ։ Դե կեր։ Դե արջուկ, որ իրեն գան, կասես, որ եկել եմ։ Հույս ունենամ ամեն ինչ լավ է իրենց հետ։ Եղավ սիրունս։ Առայժմ։